Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր Ազատ հարթակի հյուրն է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եւ նրա որդի անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ Ողջույն Արսեն, եկեք սկսենք օրերս խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով։ Ազգային ժողովում պետք է տեղի ունենար փակ քննարկում անհայտ կորած զինվորների հարազատների հետ, մինչ այդ միջանցքում տեղի ունեցավ մի միջադեպ, որը անկառավարելի իրավիճակ ստեղծեց։ Ազգային ժողովում ինչ-որ տեղի ունեցել, ես ազգային ժողովում հենց մեկնաբանեցի ծնողներից մեկը, Գեհամ Նազարյանը, եղել է փոքրիկ խոսակցություն, տենց ինչ-որ արտառոց բան չի եղել, քանի որ Գեհամ Նազարյանն էլ մեզնից մեկն է, զոհվածի հայրը, դրա մասին անգամ չեմ ուզում հիշեմ, խոսեմ, շարունակեմ։ Մեր ծնողների մեջ այս փոքր հարցը, որը մենք կհարթվի կգնա, դրան պետք չի ինչ-որ ուրիշ բան անել։ Արսեն, ծնողների մոտ կա մտահոգություն, որ մասունքները կարող է լինեն եւ ոչ հայ զինվորինը, թշնամու ադրբեջանցի զինվորներն է կարող են լինել, որ խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս մասով կարող եք տալ։ Հարցը կապված է ծնողներից մեկը հայտարարեց ԴՆԹ անցած մասունքների մասին է խոսը, որ կարող է լինեն ադրբեջանցի, չեմ կարծում։ Դա ծնողներից մեկի արտահայտությունն է։ Չեմ կարա ես էդի հաստատեմ, ոչ էլ կարամ բացառեմ, քանի որ ԴՆԹ փորձաքննության այդ ընթացքում ունեցել են, որի մասին իրենք չեն էլ ինչ-որ ժխտում, որ ունեցել են վրիպումներ, սխալ կատարած արդյունքներ, դրա մասին էլ եմ ասել շուտ, որ իրանք հաստատված ընդունել են, որ 6 արտաշիրիմ ունենք, հիմա ինչի տարբեր չէ պատճառներով կարա 6 հոգու արտաշիրիմ անել, այսինքն սխալ են այդ ուղարկավորել, որ հանել են, եթե ճիշտ տարածան են ինչի պետք է հանեն։ Դրա համար այս ԴՆԿ-ի պատասխանների հետ կա շատ լուրջ խնդիր, որ ծնողները չեն ընդունում, չեմ ասի, որ բոլորն էլ ունեն հիմնավոր պատճառ, պետք է լինեմ ազնիվ, որը միշտ եմ փորձում լինել, ծնողների մի մասը մերում է բավարար ապացուցողական բազա ունի, որ դա չի կարա իր երեխու, իր որդու մասունքը կամ մարմինը լինի, մարդիկ էլ կան էմոցիոնալ դաշտի մեջ են, ասինքն երազ են տեսել, չգիտեմ, բան նայողն ասել, ասենք այդ, բայց այստեղ խնդիրը, որ ցանկացած հայ զինվոր, ով իր կյանքը տվել է այս երկրի համար, ինքը պետք է հայ զինվորին վայել կերպով հանձնվի հողին, այսինքն մեր համար էլ այդ անընդունելի, որ արդեն 4 տարուց ավել է, այդ մարմինի մասունքները դեռ ուղարկավորված չեն։ Դա համար այդ խնդիրի լուծման համար բազմատեսակ առաջարկներ են արել, որ պետք է այս հարվի, որ կարողանանք այս արդյունքը ունենանք, բայց չեն անում այն ինչ որ պետք է անեն։ Որևէ պատճառաբանություն դրան տրվում է։ Դե ասում են մենք այս գործը անում ենք, էսի անում ենք, սրանից հետո այսքան նարել ենք, այս բայ պահանջներով էսել ենք արել, ֆորեգրամա եք ուզում էսել ենք տվել, բայց այտենց չի։ Ծնողին ոչ թե պետք է ինչ-որ համոզել կամ չգիտեմ ճնշել, չգիտեմ ինչ անել, պետք է ապացուցել, որ սա հարգելիս քո երեխային է, ուզես թե չուզես այդ դառը իրականությունը պետք է ընդունես, բայց այդ ծնողին պետք է ապացույցների հստակ ցանկ բերես ներկայացնես քո կատարած աշխատանքը, դատաբժշկական փորձաքննության աշխատանքը եւ այլն, որ ես մարդու տնա ասի հա։ Եթե անգամ դաժե այսքանից հետո այդ ամեն ինչից հետո էլի ծնողը մնա էլի ասենք իր կարծիքին, որ չէ դա իրանը չի, պետք է հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց, որ սա իմ պատասխանն է, դու կասկածում ես, սա էլ փորձանմուշն է։ Խնդրեմ, արի վերցրու տար քո ուզած երկիր։ Գումարային պետք է օժանդակեն նաև այդ մարդկանց, նես չի որ ձեռները քարի տակա չեն կարող անեն, օժանդակեն այդ մարդը վեկալի տանի դուս, ստուգի, համոզվի, որ իրանն է,
Դու կգա ինքը կվերցնի կտանի կվարի։ Եթե չէ, այդ պատասխանը կբերի կկոխի աշտերը, կասի տեսակ, բա որ ես ասում եի իմը չի, դուք ինձ փորձում եք ասել, որ քոնն է։ Դրա համար այդ հարցը ասած մնացել է դեռ չլուծված թերի։ Մարտի 31-ին տեղի ունեցած փակ քննարկումից հետո ինչ առաջարկներ, ինչ մոտեցումներ է ցույց տվել է։ Հազարականները տվել են ամեն մեկը իր գերատեսչությանը, որ պետքա սա էլ արվի, այն ինչ որ մենք ասել ենք, բայց ոչ լրիվ է արվում։ Որովհետև ես sense եմ մեկնաբանում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, էլի չգիտեմ, քանի որ անճշտությունները եղել են եւ նախկինում, հենց շուտ ժամանակներից, որովհետև ես համոզված եմ, որ էլի կան սխալը տենց ուղարկավորված, մի քիչ ժողովրդի լեզվով խալխի ուրիշի մերել են տվել են ուրիշի խալխին։ Այն մարդուն ասել են, հա, քոննա, դենկատ բռնել է, այս մարդը մի ամիջ բեցը տարել է թաղել է։ Բայց Իրանը չի, մարդկա տարել է թաղել է, հետո ասում է, չէ, իմը չի, հիմա տես լիքը դեպքեր ունենք։ Դա համար որտես բաներ չլինի, պետք է այդ ամեն ինչը ինչ որ են առաջի օրվանից արել են, պետք է նորից անեն, բայց անենց անեն, որ այս մարդկանց մոտ ասում եմ, կասկածը վերանա, կասկածը կվերանա, ամեն մեկը Իրանը կտանի կթաղի։ Արտաշիրիմումներ են տեղի ունենալու, այսինքն դե որ այնց հետ այլ իրանք չեն ուզում որ լինի այդ արտաշիրիմը, որտեղ պետք է մեծ աղմուկ կբարձրացնի, հիմա պատկերացնում եք Եռաբլուրում անգամ մի քանի հատ գերեզման սկսենք խանդել։ Ինչ դա է կդառնա, ինչ աղմուկ կբարձրանա, բայց ամեն ինչ իրանք էլ են, չէ՞ դա հասկանում, որ այդ ինչքան է իրանց վրա վատ անդրադարձ է տալու։ Ամեն ինչ անում են, որ չլինի։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ վարչապետ Փաշինյանը ժամանակ խնդրեց անհետ կորած եւ գերեվարված զինվորների հարազատների ծնողներից, որ ընտրություններով ծանրաբեռնված դրանից հետո օրակարգը կբերի անպայման այդ հարցը ու անպայման կզբաղվի այդ հարցով։ Անցել է 4 տարի հանդիպումներում բոլոր գերատեսչական մարմինների ղեկավարների հետ ինչ արդյունքներ են ընդհանրապես փուլային տարբերակներով կուզենայի հասկանալ իրականացվում։ Որ գերատեսչություն աշխատանք լինում է արդարադատության նախարարություն, առողջապահության նախարարություն։ Ամեն մի գերատեսչություն ասում է ես անում եմ, բայց արեք ոչ թե իրանց ասածով ասենք անում են։ Արեք մի հատ տենենք ինչ են անում։ Նույնք ասեցիք, չէ՞ սկզբից վարչապետը հայտարարեց, որ մենք ամեն ինչ անում ենք։ Դե հիմա արեք տենք այս պետությունը վերցնենք, ոչ թե վերցնենք հատիկ գերատեսչություններին անապ։ Ընդհանուր արեք վերցնենք։ Իշխանությունները ինչ են արել, որ այդ հարցը լուծվի։ Հայցերն են հետ կանչել միջազգային դատարանից, կամ ուզում են հետ կանչել։ Դե եթե արեք էլ չընկնենք էլի հերթականությունները, եթե այսօր արդեն մեր պետությունը, մեր իշխանությունը ուզում է այս անհետ կորածների, բռնի անհետացածների հարցը, որ արդեն տրված է միջազգային դատարան հայցերը, հետ կանչի, արդեն դրա պատասխանը ինձ թվում արդեն միանգամից ասվում է, էլի հարցը փակվում է։ Այսինքն նշանակում է այդ հարցը վերանում է իրանց օրակարգից, թե էս ենք անում ենք, ասում են, անում ենք, իտոգը արեք մենք, տենանք, ինչ են, իտոգը ենա, որ ասում այսօր հետ կանչեք։ Այդ դեպքում հարազատները ինչ-որ քայլերի կգնան, բարձրաձայնեցինք, ասեցինք, փորձում ենք հնարավորություն։ Նրանք նաև պատճառաբանում են այսօրվա տեղի ունեցող բողոքի ակցիաները խոչընդոտ են հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրման ու դրա իրականացմանը։ Այսինքն ասում են դուք լռեք, կարծես թե հետևից են շարժվում, դուք լռեք, մենք այդ խաղաղության պայմանագիրը ստորագրումը անենք, դրանից հետո նոր, չգիտես ինչ կլինի արդեն։ Խաղաղության պայմանագիր, ես խաղաղության պայմանագրի նախնական պետք է այս ազգը առաջի հերթին տեքստին ծանոթանա։ Այդ խաղաղության պայմանագիրը իր տակ ինչ կա։ Կարող է այդ խաղաղության պայմանագրի մեջ կետեր կա, որ ընդհանրապես այս ազգը ոչ մի ձևով չի կարող ընդունի։ Չի կարող, ուղղակի եթե դա այդ կետը ընդունի, այդ ազգի կործանումը կլինի։ Բայց ինչքան փորձում են ասել, մի հատ հրապարակ եք տենում եք ամեն ձևի, այդ հարցից շրջանցում են, որ իրանք չասեն, թե ինչ կա։ Այդ խաղաղության պայմանագրի մեջ մինչև հստակ չգիտենք, անհետ կորածների հարցը կա, թե չկա։ Եթե խաղաղության պայմանագիրը պետք է լինի այս անհետ կորածների հարցը հանելը, ցեղասպանության ժխտելը, չգիտեմ, սահմաններ եսի մինչեր, ինչ ասես, ինչքան ասենք գերբի վրից մասիսը հանելը,
Հետո վաղնեք ասեն այն գերբի տակի, զինանշանի տակի են ցեպնել, հանեք գցեք այս միծերեն արծվի վզից, այս միծերն էլ են տարուցի վզից ու սո, տենց կտպենք։ Տշնամին անգամ բանակի կազմարուցման։ Մենակ Թուրքին հանգարցակի բան չանենք, էլի չջղայնացնենք, հանգարց չկգա մեզի, էդի դարավ Սասուցի Դավիթի էպոսի մեջի քերի թորը, չէ, քերի Զենովոհանը։ Հայ արա եկել են խարջը տանեն, կկոտորեն, հելեք, յոտ էս չի ժողովուրդ ջան։ Այդ ամեն անգամ մեզ վախցնելով հայ հեսա պատերազմ կլինի, հայ հեսա պատերազմ կլինի, սուս մնացեք, կռիվ մի արեք, ղալմաղալ մի արեք, մի բան մի արեք, ընդ մի շաբաթ Սյունիքում կրակում են ձենհանող չկա, ինչի ձենհանող չկա, ինչի չեք խոսում, ինչի են մարդիկ ախր ընդ վախի տակ ապրում են, այդ սարսափի տակ ապրում են, ոչ մեկ իր երեխուն չի ուզում մատը փուշ մտնի, բայց այսօր այդ մարդիկ այդ կրակի տակ ապրում են, ինչի մեկը չի խոսում։ Այնքան հարցեր կա։ Վերջի վերջո ելքը որտեղ եք գտնում միջազգային կառույցներին դիմելու հետ կապված գանգատներն ենք հետ կանչում։ Ինչի մասին է խոսքը, ելքը որտեղ է, պարոն Ղուկասյան։ Ելքը ընդհանուր հարցի պետության հետ կապված, թե ասեն կոնկրետ իշխանությունները, եթե իրենք այսպես տեսնում եմ մենակ ազգի համախմբվածության մեջ ուրիշ ոչ միտեղ մեր ազգին ամեն ձև պարարտկեցին, սարքեցին էլ սև, էլ սիպտակել, ինչ ասես Քոչարյանական, Նիկոլական, ինչ ասես սարքեցին, որ այս ազգին պարարտկեն։ Բայց հայը պետք է հասկանա, որ ինքը ոչ Նիկոլական է, ոչ Քոչարյանական է, ոչ էլ ես իմ սևը, ոչ էլ սիպտակա։ Եթե դու հայ ես, ես էլ Հայաստանն է, ու դու պետք է տերը լսես երկրին։ Ու դու պետք է ամեն մեկը հասկանա։ Յուրաքանչյուր անհատ պետք է հասկանա, որ սենց շարունակվել չի կարելի, այս ազգը դրել է ինքը իր ռեժիմը ինքնակործանման վրա, ու այդ թվում է դեպի տրան, արա ախր սենց չի կարելի։ Ինչքան սենց շարունակվեց, այնքան գնալով ավելի վատ է լինում։ Չի երևում ինչ-որ մի հատ լուսավոր կետ, որ կարող է, գիտես, մի քիչ էլ եթանք լավը լինի։ Ես այդ լավը հələ որ չեմ տեսնում։ Ոչ թե ես ոչ քաղաքական փորձագետ եմ, ոչ մեկնաբան եմ, որ ես նայում եմ այն ինչ որ այս պահին կա։ Հենց հիմա ինչ որ կա տեղի ունենում մեր երկրում, իմ հայրենիքում, Արցախից հրաժարվական, չի հրաժարվական։ Եթե պետք է հրաժարվեի, եթե պետք է բերեի այս աստիճանի, չնայած ինչ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը ինքը լավ հայտարարեց, կունենայինք այս նույն վիճակը առանց զոհերի, բան չի տարար այդքան երեխեքին կոտորեցիր։ Այդ հարցը ամեն անգամ իրան տարբեր տեղերից բարձրացնում են, խի չի պատասխանում, խի պետք է իրան ասեին դավաճան, յանեմ հիմա ասում են երևի հրեշտակ, պահապա։ Արեն Սիմոնյանն էլ իր հարցազրույցներից մեկում հիշում են, որ հայտարարեց, որ գերիները իրենք են զենքերը վայր դրել եւ հանձնվել թշնամուն։ Ուրեմն ով ինչա մեկնաբանում կամ հայտարարում, թող իր մեկնաբանությունը պահի իր մեջ, եթե այդ մի բանը ինքը իր աչքով չի տեսել, թող չհելնեն, ոչի բան էլ չասեն։ Հարցս այն է, որ ինչ սպասել այս իշխանություններից, եթե իշխանությունները ճիշտ է, փակ քննարկումներ տեղի են ունենում, բայց բացահայտ նրանք ասում են, թող զենքերը վայր չդնեին ու չհանձնվեին թշնամուն։ Ով է հանձնվում։ Արեն Սիմոնյանի հայտարարությունն է։ Արեն Սիմոնյանը ինչ հայտարարումով ես չեմ դնելու իր ամեն մի sense ռուսերեն լավ խոսք արել։ Սպասել իշխանություններից։ Լիակնուցյանի ես էլ մեկնաբան եմ։ Այդ բա որ չեն կարող բայդ երաբելուրը ո՞ր եկավ։ Այդ լավ 5000-ից շատ են նեղվում, չէ՞ իրանք պլյուս մինուսով են սիրում ասել։ Ես պլյուս մինուսով չեմ ասում։ Այն թվով, որ իրանք ամեն անգամ հայտարարում են, թե այդքան մահվան վկայականատարվել ինչ-որ 3860 թե 3960, նս թիվ են իրանք ասում։ Վերցնենք այտենց, այդ թիվը վերցնենք, չանց այդ իր իրական թիվը չի կարա դա իրական թիվը լինի։ Բայց տղեկը ինչ էին անում։ Նես ծառի տակ հովին նստած էին, եկան Յուլովան բրծան մեռան գնացին։ Այդ ինչի չեք ասում, որ դուք տարակ տղեկին գցեցիք էլ մի նապատած դաշտ, էլ արդեն Թուրքի կողմից գրավված տարածք, այդ դրանք ինչի չեն ասում։ Պետք չի, այդպես բաներ ասել, դե հեսա օրը կգա կարող է ստել նույն վիճակը, լինի կտենանք Արեն Սիմոնյանը կկարվի, թե կփախնի։ Եթե այս տեմպով շարունակվեց, նույն կարող է նաև ստեյալ լինելու, թե ոչ մեկն էլ չասի, թե չի լինելու։
Սրանից մի քանի տարի առաջ էլի 2 տարի էլ չկա, ոչ մեկ չէր պատկերացնի, չէ՞ որ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանը թուրքը կմտնի կփախցի։ Մեկն ու մեկը կար որտես բան պատկերացներ, դաժե։ Չէ, բայց կա, չէ, հիմա ֆակտ այդ վիճակն, հա։ Հիմա մեկն ու մեկը կարանձի երաշխավորի, որ վաղը մյուս օր այդ թուրքը չի մտնելու Եռաբլուրն է փախցի։ Այն արդեն հերթով գալիս են ու իրաց նշաններն են անում, գալի հրապարակում նկարում են, եկել են, մտել են, մեր տան մեջ են։ Ով է այդ թուրքին թող եկե հասելա այսօրվա իշխանությունը, բայց անես չի որ էս ասեն, յա մանելի սկսավ։ Այս իշխանությունը, որ այս երկիրը հասել է այսօրի, այս մեր նախկին սաղ, նախկին ներկա մեկա, տես լավ խոսք է, չէ, այս սաղի մեղքն է։ Ամեն մեկը իրանն արեց։ Երկրի մասին էին հիմա ասում, հելել են, մենք երկրի փրկողներն ենք, մենք էս ենք, մենք են ենք։ Եվ ախտին այս երկրի ղեկին էիք, շենացնեիք, ամրապնդեիք, կառուցեիք, ժողովուրդն է ձեզի ձեռների վրա մանտար։ Ինչ արիք։ Եռաբլուրում ասել եմ մի անգամ, էլի կարամ ասեմ, գրփիկ, չրփիկ, լափիկ, վերջում էլ ասեցիք խախպետ է հերիքա սպասիկ, այս մեկը թողա, հետո այս մեկը, վերջում բա ով պետք է այս հարցը լուծի, Նիկոլը կլուծի, Նիկոլ կարաս այսքան տղու տանես վարի տաս, հղի չեմ կարավոր, դե արի տես ինչ ես անում, արի տել դու արա, տենանք այս հարցը ոնց ենք փագում գցում տեղը, այսի մի քիչ ցենց ժողովրդական ֆոլկլորով, հասանելի լեզվով ասեցի, ու մարդիկ թե չէ, մեկ-մեկն այս բառերն են օգտագործում, մարդիկ չեն էլ հասկանում ինչ ասեցին։ Սաղն էլ մեղավոր են այս վիճակում, որ հայտնվել է այս ազգը, այս տանջված, տառապած ազգը։ Բայց ազգը մեկ է, ունենալու է իր մեջ ուժը գտնելու է, որ ինքը վերջը պետք է ելնի կայնի, որ ասի մենք ձեր համար խամաճիկ չենք, ոնց ուզում եք բարձրանում եք, ինչ ուզում եք անում եք, ոնց ձեր քեֆը տալիս է, նենց անում եք, սև, սիպտակ, նոր ասեցի, բաժնում եք իրար մի սեկոտով։ Իրական հայերը պետք է ելնեն ու ասեն ախպեջան մենք, մեր դե այն որ մենք ենք այս երկրի տերը, մենք ենք ասելու ոնց պետք է լինի։ Դուք չեք որոշելու մեր տեղը։ Դու չես որոշելու թուրքը որտեղ կայնի, որ ինքն ասում չէ, դուք չեք որոշելու թուրքը կայնի։ Այնուամենայնիվ, պարոն Ղուկասյան, ուզում նորից անդրադառնանք այն հարցից, որ այսօր իշխանությունները հորդորում են ձեզ, որ չխանգարեք բանակցային գործընթացին խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ անհետ կորածների ու գերեվարվածների ծնողները դադարեցնեն բողոքի ակցիաները։ Այս մասով արդյոք դադարեցվելու են այդ ակցիաները, ձեր պահանջները։ Ոչ մի ակցիա չի դադարելու։ Ծնողները միշտ էլ լինելու են պահանջատեր, իրանց պահանջին անկոտրուն մնալու են մինչև վերջ։ Ես կասեմ երևի կարող է ծնողների սրտով էլ ասեմ, էսի որ ասեմ, մենք вообще պետք է ընդհանրապես վերացնենք այս հանդիպումները ազգային ժողովում այդ հարց պատասխան, դա ընդհանրապես ինձ արդեն չի հետաքրքրում, ոչ ես այդ վերջի հանդիպմանին ուղղակի չդիմացա, թողեցի շուտ գնացի, որտեվ ժամանակի անհնարին Չէ, նոր բան չկա, որ ասես այս բանը հտես, այս նոր բան է, չէ, ինչ որ կա, մինչև հիմա եղել է նույնը ասպոտ է, այս ճլում, էլի ճլում, մինչև այս մարդկանց այս շարքերը մեր ծնողները առաջ իշքան էին շատ իրար այդ համախմբված մեր պայքարը իրոք ուժ բայց ինչ արեցին, այս ծնողներին էլ այսպես կիսին, ցրին, կանչին, տարան, այն մի ծնող մտածում է Yaman Նիկոլը փրկիչ է, այն մի ծնողը մտածում է Յանամ Քոչարյանը փրկիչ է։ Նկատենք, որ նաև երեխայի կորցերը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ հրավիրում է մարտի 8-ը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրավիրում է զինծառայողների մայրերին հյուրընկալելու միջոցառումներ է կազմակերպում։ Այսպիսով նորից կարող ենք փաստել, որ այո։ Ծնողին տենում ես ասում ես խես գնացեմ, օտա ասում է գնացել է երեխեքի հարցով։ Երեխեքի հարցով նստեք երեխեքի հարցի։ Ինչեր պետք է այդ կամերաները, այդ սեղանը, այդ պաչիկ, ինչեր պետք։ Երեխու հարցեք գնացեք երեխեքի հարցն է, ոչ մեկ ձեզ չի ասում մի գնացեք։ Բայց այդ քայլը ձեր նշած անձնավորությունը, որ ասում եք տիկին, չէ, հա տիկին Աննա Հակոբյան, բայց վարչապետի տիկինը ոնց է։ Հաստատ արդեն զաքսավորվել է։ Տեղեկացված չեմ։ Ես մինչև վերջը տվյալով գիտեի, որ իրանք ոչ մի փաստաթուղթ չունեն, որ ամուսիններ են, էլի։
Դրա համար զարմացա։ Այսինքն, բայց կարող ենք փաստել, որ համագործակցությունը պառակտել զոհված եւ անհայտ կորած զինվորների գերիների ծնողներին միասնական աշխատանքով է իրականացվել, որ այսօր այդ պառակտման շնորհիվ դեռ մատերի վրա են խաղացնում բոլորին։ Իրանք շատ լավ հասկանում էին, որ եթե ծնողները իրենց միասնականությունը ցույց տային, գոնե, ասենք զոհվածների Աշվանդամ դարձածների եւ անհայտ կորածների ծնողները։ Ես ուրիշ մարդու չեմ, տեսեք, ասեմ, ես չեմ եթում ինչ-որ քաղաքական դաշտեր։ Այս ծնողները, ովքեր որ կորցրեցին իրենց ամենաթանկերին, իրենց երեխեքին, հարազատներին, այն ծնողները, ում տղաները այսօր աղբերները, հայրերը դառան հաշվանդամ, այս ամեն ինչի հետ, չէ՞, նրանք արդեն պահանջատեր են այս հարցին, ճիշտ է։ Այ եթե այս ծնողները ընդհանուր այսքանով միանային, հեշտ չեմ ասում, շատ բան չէ։ Տանից երկու հոգի, հայր մայր, ամեն մեկի իր բալի համար գար կռիվ տար, պահանջեր ասեր, հələ մի հատ արի տենամ խիմ երախուն տարար սպանել տվիր։ Այն մեկ գար ասեր, արի տենամ իմ սաղ, սալամատ երախուն ինչի տարար սարքիր իմ բալիդ բերիր գցիր թե իմ այլ վրոձի ստենդել կայնում են, հələ ծնողներինը վիրավորվեն, փող եք ստանում։ Դա այդ փողը ոչ Նիկոլն է իր ջեբից տալի, ոչ մեկ։ Էդի հիմնադրամն է տալի, էդի դուք եք տալի, բոլոր մեր ժողովուրդն է տալի այդ գումարը ծնողներին։ Երկու ամիսը մեկ երկարացում է 300,000 Չէ, դա ուրիշ է, դա ուրիշ բան եք ասում, էդի անհայտ կորածների փողն է, այդ անհայտ կորածներին արդեն հետո դառնում է դատանի որոշով, որ որպես անհայտ բացակայող, այդ դեպքում արդեն անհայտ բացակայողը հավասարեցրած է զոհվածի։ Նույն վիճակում արդեն սկզբնական 10 միլիոն հիմնադրած հետո մնացած գումարն էլ, որը որ արդեն սահմանված է կոնկրետ անձի համար, որտեղ այնտեղ տարբեր է գները, գները որոնք ներողություն էդի կհանեք այդ գները, տարբեր է թվերը, ասենք սպայական կամավորներն ուրիշ թիվ է, շարքայիններն ուրիշ թիվ է։ Այն մնացածն էլ արդեն տալիս են, բաժանում են 20 տարվա վրա, յուրաքանչյուր ամիս տալիս են շահառուին, որ այդ հարցը իրանց Դուժողի ներկայացին, այս այդ այդ գումարի մասին, իսկ ինչի՞ց ենք ասում, ես այդ մնաց միտքս։ Պառակտումից էինք խոսում։ Պառակտումից, հա դե գումար ենք տալիս։ Չէ, գումար են տալի, ում են տալի, գումարը այդ գումարն է։ Իսկ ասենք ով էլ գնում արդեն չեմ ուզում ախր ասեմ, ախր Բերանս էլ չի ֆորում ասեմ, որ էլ նմա իր մեռելը սարքում աճուրդի առարկա։ Ու հետո ինք իր հոգին ծախում է այդ հիմա մտնում է սրա նրա ջեբը, էդի ցավոտ բան եմ ասում, կա, բայց ունես չի, որ մարդկանց մեջ ունես տարածված է, թե վայ աման, գիտեք, այս ծնողները սաղ ծախվան, սաղ ամեն մեկը չկա տես բան, այդ մի քանի հոգի, որ գնացել են ծախվել են, պետք չի սաղին ասել, ոնց որ եթե այս ազգի մեջ կան մի քանի հատ տականքներ, պետք չի ասել, այս ազգը տականք է, այս ազգը ամենալավ ազգն է։ Այս ազգը տականք չունի, հայը տականք չունի, այն ով տականք է, այնի 100% հայ չի, չի կարա հայը հայ, ըլնի տականք, հայը մաքուր, ճիշտ մարդ է։ Հետագա քայլերի մասին, եթե կան ինչ-որ առաջարկներ։ Հետագա քայլեր պետք է շարունակենք մեր երեխեքին ման գալ։ Ես միշտ էլ սպասում եմ, որ հույսով եմ, հույսս չեմ էլ կտրում, որ մի օր գալու է այդ օրը, որ 171 հոգի անհայտ կորած ունենք, ես չեմ կարող հիմա ինձ այդպես բան թույլ տամ ասեմ, որ բոլորն էլ հետ կգան, ինչքան էլ որ շատ ուզեմ, շատ էլ ուզեմ, որ սաղն էլ հետ գան, չի լինելու։ Իրականությունը պետք է հաշվի առնենք։ Բայց որոշ մարդիկ կգան, թիվ չեմ ասի, կգան, բայց մարդիկ կլինեն, որ կգան, ու կապ չունի, ինչքան էլ գան, էդի մեր համար կլինի հաղթանակ, այսինքն այդ մարդիկ սպասում են նստած, այսօր չգիտեմ, որ իրանց համար ստե կռիվանող կա, որ իրանց մանեկող կա, եթե մենք չանենք իրանց համար չպայքարենք, իրանց տուն գալու համար չպայքարենք, Էդի ոնց որ մենք առաջինը մեր ձեռով մեր երեխեքին կթաղենք։
Բայց ակնկալել այս իշխանություններից, որ կաջակցեն հաշվի առնելով, որ անընդհատ այս հարցը որևէ միջազգային հարթակներում ոչ բարձրաձայնում են, ոչ Ադրբեջանից են պահանջում, իրենք խաղաղությունից են խոսում, Ադրբեջանը պատերազմից, նորանոր պահանջներից, ակնկալել նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ գերիների կետ կար, ճիշտ է։ Արվել է, ոչ։ Որն ասենք, էլի, ախր որ մի հատ գոնե օրինակ ունենան, բերեն, կողեն աշներս, ասեն, հեսա, տեսեք, արել են։ Խոսեցինք ամեն ինչ է, ասում են, ինձի չի հետաքրքրում։ Նոր քիչ առաջ ասեցիր, արեք, փաստերի վրա հիմնվեն։ Փաստերն են, որ այսօր իրանք անհետ կորածների հայցերը հետ են ուզում կանչել։ Դրանով արդեն վերջակետը դրվում։ Լվանալով Ալիևի արյունոտ ձեռքերը։ Դե խիմենակետ են լվանում, իրանք պատմությունն են լվանում, ես որ իրանք եղերն են արդեն ուրանում, որ եղեր չելել, արեք մի հատ պարզենք տենակ ասմով ում սպանը, կամ ոնց եղավ, ինչը պարզես, չեց կարում էլի տրամաբանություն գտես, Սավոտ ժպիտ, ասաց հա էլ էր դու գոնե հասկանում ես դու ինչ ես ասում, պարզենք տենակ եղերնը ոնց է լավ, դու սկի այսօր չես կարա պարզես Դե հայտարարեց, որ 15 թվականին կազմակերպված գաղթ է եղել, մենք սուսուփուս դուրս ենք եկել օտարի հողից, հիմա ոնց որ ասում են Արցախի ժողովրդի իրաց խոդով են ելել։ Նույն էր 15 թվականի համար բնորոշեց մեր պապերին ցեղասպանությունից են մազապուրծ եղած, ովքեր էլ որ 1.5 միլիոնից ավելի հայ են ունեցել այդտեղ զոհված, ասում է գաղթ էր կազմակերպված, սուսուփուս դուրս են եկել Օտարի հողերից։ Հիմա էլ ասում են Արցախի 120,000 հոգուն ոչ մեկ իրանց չի տաբան արել բռնի ձևով հանել, չէ, իրանք իրանց խոդով հելել են, ճիշտ է, տենց են, չէ, ասում։ Բայց դե մի հատ հարց։ Զենք վերցնեիք, Չէ։ Չէ հարց։ Հիմա որ Ադրբեջանն ասում է 300,000 ադրբեջանցի պետք է հետ գան Հայաստան։ Այդ թիվը արդեն աճել է 400-ից ավելի։ Արդեն, իսկ մի հատ մեկը ուզում եմ հարցնեմ, էլի, եթե հնարավորություն կա, թող մեկն ու մեկը ինձ պատասխանի, թիվը որտեղից է վերցվում։ Եթե սովետական Հայաստանում, այսպես ասեմ, սովետական Հայաստանում ադրբեջանցի ապրել է 160,000 մարդ ընդամենը։ Լավ համարենք իրանց բռնի տեղը հանել ենք, համարենք, էլի, պատկերացնենք իրանց բռնից տեղից հանել է հայերը։ Բա ինչի մեկը չի ասում Բաքվի հայեր, Կիրովաբադի հայեր, Սումգայիթի հայեր, այդ թիվը կազմա շուրջ 500,000 մարդ։ Դե թո ես մեր բալամն էլ ասի, դե որ քո 300,000-ը, չնայած այդ 300,000-ն է իմ մոտ, ասեք 160,000 ա եղել, այդ ինչ է լան ախպեր, այդ գնացին բազմացան դարան 300, վաղը կդառնա 400, չէ, ասենք։ Փորձագետների կանխատեսումներով անընդհատ կատարվում են նաև։ Դե լավ, հա, արեք, այդ 300,000-ը էլ արեք։ Դες 500-ը պետք է գա ձեր մոտ, չէ, դու էլ պետք է մարդկանց ամեն ինչ որ իմաստներից ես պահանջում, պետք է տակ, պետք է անեք, պետք է ապահովեք, չգիտեմ, տուն, տեղ, ավտո, չգիտեմ, մեբելով, բանով, պետք է ամեն ինչ այդ մարդկանց տակ, չէ։ Ես չեմ էլ կասկածում, որ էդ էլ ասելու հա։ Այսքան կասկած չունեմ, որ ասելու հա, թողան, դե բա մենք վախտին էս խեղճ հարիվներին լարել ենք ստուս, բա չգա։ Բայց չի ասում, ապեն 500-ն էլ գնացեք, Բաքվի ժողովուրդ գնացեք, ձեր տուն տեղ գնացեք, տերել եք ձեր ելածին։ Ոչ մի հայտարարության է հայաստանյան իշխանությունները չեն հակադարձում։ Դե որովհետև այսօր իշխանության գլխին նստած է Պետք է հայերին որ արձագանքի, որ հայ չի որից արձագանքի։ Մի քանի անգամ եմ ասել եմ էլի դրա մասին եմ ասում, մի հատ անալիզ արեք էլի, տենանք շոտեք ինքը ով է։ Մի հատ գենետիկական անալիզ է պետք անցկացնել այդ մարդուն, տենանք այդ մարդը ով է վերջապես։ Հայա, ուզբեկա, կիրգիզա, ինչ է վերջը չհասկանանք, թուրքա ինչ է։ Շատ ասում թուրք բառը չեմ եղանում, բայց ասենք ես թուրք բառը մեր քրֆելուց բեթար բան է։ Ինքը չի նեղանում, ինչ ասեմ, թուրքին ասես, թուրք չի նեղանա, էլ խի պետք է նեղանա, որ իրանն ես, իր ազգությունով ես դիմում, խի պետք է նեղանա։ Չի ասե, ես չեմ ասե, ինքն է ասե։ Գիտեմ։ Սա իրողությունը այսպես Այսինքն սպասում եմ, շատ անհամբեր սպասում եմ,
որ այդ օրը կգա, այդ 300,000 թուրքը կգան, ադրբեջանցի կգան Հայաստան, Երևան մասնավորապես։ Շատ կարճ ժամանակում արագ կբազմանան, դե նրանք սիրում են, չէ, արագ բազմանան։ Կդառնան շատ մոտ ժամանակում մի կես միլիոն, մի միլիոն, 2 միլիոն։ Մեզանից ավելի շատ կլինեն քանակապես։ Սաղ կվերցնեն իրանց ձեռը ու կսարքեն էլի մի հատ էլ արդեն ոչ թե կլինի Բաքու, Սումգայիթ, Կիրովոբադ, մի հատ կավելնա Երևան, ոնց որ իրանք են սիրում ասել, ճիշտ է։ Դե հայերն էս էս թող ուրախ զվարթ սպասեն ոնց է թուրքը մտնում իրանց տուն, որ արդեն մտել է, որ արդեն պղծում է ամեն ինչը։ Այն որ մարդիկ ասում են դե ինչ բան, սաղի տունն էլ մտել է։ Հեռու չգնանք օրերս, վերջերս Թուրքիայի լրատվամիջոցների, պետական լրատվամիջոցի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողներից մեկը թուրք պարսկական մզկիթի մոտ նկարահանում էր իրականացրել, այնտեղ ռեպորտաժ էր պատրաստել, ներկայացնելով Հայաստանը որպես իրենց տարածքները։ Իրանք դրա մասին չեն էլ թաքցնում, իրանք միշտ էլ ասում են այդ Վաստочный Ադրբեջան, Западный Ադրբեջան, со своей столицей Երևան։ Մեկն ու մեկ ասում է արա օպլայի խփնվածներս ինչ է խոսում։ Չեն ասում, չէ՞, ընդունում են, դառնալու է։ Ազգը չհամախմբվեր, չդարավ մի բռունցք, դառնալու է։ Ուշքի կգան, կփրկվեն, ուշքի չեն գա, թորներով, ծորներով, այն Ադրբեջանը նաև թիվ էր, չէ, այդ արել ինչ-որ 50 միլիարդ միտո, ես իմ ինչքան որ պետք է իրանց փոխհատուցի, չէ։ Հայաստանը, որ իրանց դեղ Ղարաբաղում, Արցախում ընդերք օգտագործել հողից եւ ոչ եմ։ Իրանք փողերը իրանք գցել է, ասենց ասեմ, բայց փողը հետ է։ Մեկը հարցրել է, որից պետք է տա։ Ինչն եք ծախելու որ տա։ Ոչ մի բան չունեք որ ծախեք։ Կամ ինչու պիտի տաք։ Հա, կամ ինչի պետք է տանք։ Եթե չէ, ցիծի հասած, էդե կտամ։ Ուրեմն հայեր ջան, աղբերներ ջան, եթե ձեր բախն էլ բերի դուք մի քիչ շուտ մեռնեք այդ լծի տակ չմտնենք, դու ձեր երեխեքն ու ձեր թորները հաստատ մտնելու են այդ լծի տակ, օր ու գիշեր էշի պես աշխատելու են, որ թուրքի խարժը տան։ Դրա համար էլ Փաշինյանը միշտ կրկնում է, հերոսը հարկատուն է։ Վերջացավ։ Ու սաղի երեխեքը կլինեն հերոսներ, դե մեր երեխեքն էլ ինչ հերոս, այդ մարդիկ ինչ արին որ գնացին ընդամենը իրանց կյանքը տվին, իրանց ամենաթանկը տվին, որ այսօր այն վարչապետի ընկերուին ասի զոհվեցին անուն ոչնչի։ Ճիշտ է, այդ ինքը շուտ ասե, բայց այդպես չի որ ինքը հիմա այդ նույն բանը չի ասում։ Վարչապետի ընկերուին ասում է Երջանիկ Հայկին չի տեսել։ Տեսել եք։ Տեսել եմ։ Ես լիքը տեսնում եմ Երջանիկ Հայ մայր է։ Դրա երկերն է։ Առաջարկում ինչպես դա։ Հա, ասում է, հələ գուլատել եք, ասում կայֆավատել եք, երեխեք ջան, կյանքը վայել եք։ Մեկն ու մեկը ձեզ հարց տվել է, ինչ է ինքը քարոզում։ Այսինքն ընտանիք, սրբություն, երեխա, ամուսին, էդի դժբախտությունը, էդի առավոտից իրգուն լված կարա ճաշեփեսել երջանիկ ելնելու ժամանակ չունեք, դուք ասում եք երջանիկ ելեք, էդի կեր խմի գուլյայ, վայսյա, ուլիբայսյա։ Եղավ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ազատ հարթակի եթերում, Հիշեցնեմ, որ Ազատ հարթակի եթերում հյուրընկալել էր մեզ 44-օրյա պատերազմի զոհված հերոս Արման Ղուկասյանի եւ նրա որդի անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը Արսեն Ղուկասյանը։ Առայժմ